Ակադեմիական քաղաքը պետք է կառուցվի Երևանի Սիլիկյան թաղամասում։ Այստեղ հասնելը հեշտ չէ։ Քաղաքից հեռանալով երկար ճանապարհ ենք անցնում։ Մի քանի անգամ էլ ճանապարհի ուղղությունը փոխում, մինչև հասնում ենք այս բլուրներին։ Բայց մինչ այստեղ նոր քաղաքը կառուցվի, հնագետներն արդեն կարևոր բացահայտում են արել, որը կարող է լինել տարածքի ամենահին բնակավայրերից մեկը։ Թեև պեղումները սկսվել են 2025 թվականից, սակայն բնակատեղին նորահայտ չէ։ Հնագետ Հակոբ Սիմոնյանն այն հայտնաբերել է դեռ անցած տարի 80-ականներին։ Տասնամյակներ անց հնագետները վերսկսել են ուսումնասիրությունը, ինչ է պահպանվել այս բլուրների տակ, պատմում է հնագետ Կարեն Ծերեցյանը։ Այս տարվա պեղումներով, ուրեմն հատկացել ենք բլրի հարավային լանջի եւ ստորոտի հատվածը, պեղել ենք առայժմ 500 քառակուսի մոտ 500 քառակուսի մետր մակերեսով տարածք, այստեղ բացվել են մի քանի կլոր հատակագծով կացարաններ, որոնք ունեն 2-ից մինչև 5 մետր տրամագծեր եւ կավածեպ հատակ։ Կլոր հատակագծով կառույցների կամ սենյակների մեր կողմից անվանակոչված սենյակների թվաքանակը հասնում է մոտ 42 անցյալ եւ այս տարվա պեղումների արդյունքում։ Հիմնական կարևոր կառույցը մեր կողմից անվանակոչված հասարակական մեծ կառույցն է, որ երևում է այստեղ հստակ տեսնում եք աղեղնաձև շարվածքը, միջին եւ խոշոր չափի քարերով կառուցված, բացվել է կավածեպ հատակը եւ ինքը կառույցը ունի ավելի քան 17 մետր տրամագիծ։ Այն ինչ այսօր բացվում է հողի տակից մոտ 15000 տարվա պատմություն ունի։ Մոտավորապես այսքան ժամանակ է մեզ բաժանում այն մարդկանցից, որոնց հետքերը պահպանվել են այս բլրի տակ։ Սակայն հուշարձանի կարևորությունը միայն դրա պատկառելի տարիքը չէ։ Այն կարող է նոր ու կարևոր տեղեկություններ տալ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի հնագույն բնակավայրերի մասին։ Ինքը բաց հուշարձան է, որպես այդպիսին բնակատեղի է եւ տարածաշրջանում եւ Հայաստանում միակը եւ եզակին ուսումնասիրված հուշարձանների նմանօրինակ հուշարձանների շարքում կան համաժամանակյա հուշարձաններ, որոնք արդեն հանդես են գալիս քարանձավային տեսակներ, օրինակ քարանձավներ են կամ քարանձավային համալիրներ, որտեղ արդեն քարեդարյան մարդը իր գործունեությունը ծավալել է միլիոնավոր տարիներ առաջ, ինքը եզակի հուշարձան է եւ կարող է մեծ հռչակ բերել մեր հանրապետությանը եւ ազգին։ Տարածքը, որի պատմությունը սկսում է հազարավոր տարիներ առաջ, կարող է կառուցվելիք ակադեմիական քաղաքին նաև յուրահատուկ նշանակություն հաղորդել։ Ակադեմիական քաղաքը հենց եթե կյանքի կոչվի, սա կդառնա այսպես կոչված ակադեմիական քաղաքի բրենդը։ Ինքը ակադեմիական հաստատություն է լինելու այստեղ, սա էլ հենց ակադեմիական շրջանակներում կատարվող հնագիտական ուսումնասիրություններ են։ Բլրի վրա պեղումները կանգ չեն առնում։ Հնագետներն անցել են արդեն մյուս կողմը, հատված, որն առաջին հայացքից կարող է սովորական թվալ, սակայն գետնի երեսին պահպանված քարերի դասավորությունն արդեն հուշում է, որ այստեղ նույնպես ուսումնասիրելու բան կա։ 500 քառակուսի մետր մակերես տարածքը պեղելուց հետո աշխատանքներ տեղափոխեցինք դրա հանդիպակաց հատվածը Թամբարդի վրա եւ լանջերին, որտեղ ըստ էության մինչ պեղումները սկսելը գետնի երեսին նկատելի են քարերի ինչ-որ դասավորություններ եւ պեղումները նպատակ ունեն պարզելու այդ քարերի դերը եւ նշանակությունը, արդյոք դրանք շարվածքներ են, կառույցների մնացորդներ են, թե ոչ։ Եվ արդեն ունենք մի քանի մոտ մի 4-5 վանակատե գտածոներ, հիմնականում ցլեպներ են, կա մեկ շեղբ եւ մեկ կիսապատրաստուկի նմանվող գործիք։ Գտածոների հայտնաբերումն այստեղ չի ավարտվում։ Լաբորատորիայում սկսվում է հաջորդ կարևոր փուլը։ Արտեֆակտները մաքրվում, ուսումնասիրվում ու դասակարգվում են։ Հնագետ Կարեն Ծերեցյանը պատմում է. հուշարձանը մինչև օրս պահպանվել է, բայց ոչ ամբողջությամբ։ Այստեղ մենք ամենուրեք հանդիպում ենք մարդկային գործունեության արդյունքների, որոնք մեծ վնաս են հասցրել հուշարձանին։ Հուշարձանի գերակշիռ մասը այսօր ավերված է բնակատեղին, որը փաստագրվել է 80-ական թվականներին, ընդարձակ բնակատեղին իր դամբարանադաշտով բրոնզ երկաթեդարյան ավերված է։ 90-ական թվականներին արդեն հողերի սեփականացման արդյունքում տարածքի մեծ մասը վերահացվել աղբանոցի, այստեղ տեսնում ենք ամենուրեք հորատումներ, քարերի կուտակումներ, շրջակայքում աշխատում են մի քանի քարհանքեր, որտեղ մանրախիճ են արտադրում եւ այդ ամենը բնականաբար ազդել է եւ ազդում է մինչ օրս էլ հուշարձանին ավերելով եւ աղավաղելով հուշարձանի տեսքը։
Այս տարվա պեղումները կընդգրկեն 640 քառակուսի մետր, արդեն ուսումնասիրվել է 500 քառակուսի մետրը։ Արշավախմբում 12 աշխատակից է, 2 հնագետ եւ 10 բանվոր։ Զգուշությունն աշխատանքում ամենակարևորն է։ Սովորական շինարարական գործիքներով արագ առաջ գնալու մասին խոսք լինել չի կարող։ Ամեն շերտ հեռացվում է աստիճանաբար, նույնիսկ ամենափոքր գտածոն չվնասելու համար։ Կատարում ենք նախ առաջի հերթին առաջի շերտի հեռացում, որպեսզի հասկանանք ընդհանուր վիճակը թե ինչ է մեզնանից պահանջվում, այնուհետև երկրորդ եւ երրորդ շերտերը, երկրորդ եւ երրորդ շերտերում շատ հնարավոր է նաև առաջինից էլ կարող է նյութեր դուրս գալ։ Աշխատանքի մեկ այլ մասնակից խոսում է պեղումների կարևորության մասին։ 2014 թվականից աշխատում եմ պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնում, որպես պեղող բանվոր։ Շատ ուրախ եմ, որ կատարում ենք ազգանվեր աշխատանք հետագա սերունդների համար, ցույց ենք տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում թե ինչքան հին հուշարձաններ ունենք։ Ակադեմիական քաղաքի կառուցման ճանապարհը երկար է, իսկ այս բլրի պատմությունը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Այստեղ դեռ շատ բան կա ուսումնասիրելու։ Հնագետներն ամեն նոր շերտի հետ փորձում են ավելի ամբողջական պատկեր ստանալ այս բնակավայրի եւ այստեղ ապրած մարդկանց մասին։ Իսկ ակադեմիական քաղաքի ապագա կառույցները կարող են մի օր հայտնվել հազարավոր տարիների պատմություն ունեցող այս հուշարձանի կողքին։